Տիգրան Ավինյանը, որ բացառապես ստախոս է ու ինքը համարվում է ինչ որ անձի որդի, որը փաստացի համբալից ոչ մի բանով չի տարբերվում։ Հիմա այդ համբալի որդին ասում է, որ կան նորմեր, մենք փորձում ենք այդ նորմերը պահպանենք, բայց այդ ամեն ինչը թողած, ընկած տոնածար ջան են խաղում։ Ու չպետք է մոռանանք նաև նշենք, որ Փաշինյան Նիկոլը սա բան ու գործը ինչպես միշտ ինքը բլոգերություն է անում, սովորել է այդ ամեն ինչը, չէ՞։ Սրտիկներ է ուղարկում կառավարության շենքից, չի նկատվում, մի հատ էլ առանձին վիդեո է բանանում, որ այ տեսեք, ես ձեզ սրտիկում եմ եւ այլն։ Հիմա վերցնենք այն մյուս տեսանկյունը։ Տեսեք, Երևան քաղաքում շինարարությունը չի դադարում, անգամ ձմռան խստաշունչ ձմռանը շինարարությունը շարունակվում է։ Շին հրապարակներում ընդհանրապես չի պահվում ոչ մի նորմ։ Չի պահվում, որտեղ շին թույլտվությունները ով է տալի, Տիգրան Ավինյանը։ Շին թույլտվությունները Տիգրան Ավինյանը ում է տալի, բնականաբար իր ծանոթ շրջանակներին, չէ։ Հաստատ Տիգրան Ավինյանը չի զանգում ինձ ասում, եղբայրս կարող է ուզես Ալեն Սիմոնյանի եղբայրը ներդրում անի, մենք պետությունը սուբսիդավորի, դու էլ շենքի տեր դարձի էլի, դե հիմա ինչ է, ասենք Սրբուի Գալյանը կարա $200,000 ունենա, տուն դու չունենաս եղբայր ջան։ Ու այդ շին հրապարակներում նորմերը չի պահվում, որովհետև ամենաթողությունն է, անպատժելությունն է,